Տեսեք, Եվրոպան փող է ներդնում ոչ թե Հայաստանի տնտեսության օրինակ ներքին ամրապնդման, ինչ որ ներդրումներ, ոչ, փող են տալիս, որպեսզի Հայաստանի էլեկտրական ցանցերը միացնեն թուրքականին։ Նիկոլան ամեն ինչ անում է, որ Հայաստանը կտրի Ռուսաստանից։ Եվ ասելու են հետո հրաժարվեք ռուսական գազից, ատոմակայանից, արդյունքում մենք ոչ թե դառնալու ենք հոսանք արտահանող, ինչպեսին կանք այսօր, այլ դառնալու ենք հոսանք ներմուծող, որովհետև եթե մենք չունենանք էժան գազ, չենք ունենա էժան հոսանք, եթե չունենանք էժան հոսանք, որը արտադրվում է ատոմակայանով, իսկ ատոմակայանը սպասարկում են եւ ուրանը ռուսական ուրան է, որը կրկին էժան է, մենք չենք ունենա էժան հոսանք։ Եվ այսպես կախվածությունը ռուսականից կփոխվի դեպի թուրքական, Թուրքիայի պատրոնաժով, Կովկասյան տարածաշրջանը Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Կասպից ծովով միացնել թուրանական պետություններին եւ փորձելով այս տարածաշրջանը փոկել թե Ռուսաստանի, թե Չինաստանի ազդեցությունից, ստեղծել այդ բուֆերային գոտին։ 4 տարի առաջ ես նույն ծրագիր արել եմ, որ երբ գնում ես դու Հայաստան, իջնում ես аэроպորտում հեռախոսդ միացնում ես, գալիս է Դաբրո պաժալից в Турцию։ Մենք արդեն Թուրքիայի տարածաշրջան ենք դարել։ Այս համանդրություն փոխելն էլ, բան անելն էլ թուրքացմանն է տանում։ Էսի մենք պետք է շուտ հասկանանք, թե չէ, ինչքան շուտ հասկանանք, այնքան լավ կլինի։ Մի հատ պաշտոնական ձևով այն էկոնոմիկայի նախարարը թե ով պետք է զբաղվի։ Մեկը զբաղվի, ասի ախպե ջան, խես հարցով չեք զբաղվում։ Խի պետք է մարդ գա Հայաստան մտնի Զվարթնոց իշնի, ինչ է Թուրքիայի անտենեկն այդքան ուժեղ են, որ Թուրքիայից բռնում է ու Դաբրոպաժալից Турцию, հա։ Չէ, մենք Թուրքիա ենք արդեն դար։ Պրոստը մեզ չեն ասում, որ մենք մեր տրամադրությունը չգցենք։ Ինչ ասես ախպեր, սրանք էլ նստած պատրաստվում են հընտրություններին, որ ձեր վրա վլաստ ունենա, որ ձեր եղեքի վրա վլաստ ունենան։ Ում վրա հույսը դնես։ Սերժի վրա, Սերժի լրիվ պրոյեկտն է, էլի։ Քոչարյանի վրա, որ Քոչարյանով Նիկոլը Պիրոդ է այդում։ Իմիակ իմ հույսս մեր ձևովն է, որ հետա մեր ձևովն էլ արդեն Վայոց ձորում ոնց հասկացա հերթական բացեց գրասենյակը։ Հույսով եմ, որ Նիկոլը խարդախություն չի անի ու կգրանցի մեր ձևով կուսակցությունը։ Ու չեմ անում, գոնե ինչ-որ մի հատ ալտերնատիվնի, ինչ-որ մի հատ ուժ լինի, որ Նիկոլի էս դեմը առնի։ Իմիջիալոց այս 11,000 արդեն 12,000 մարդ է գրանցվել մեր ձևով շարժմանը։